Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսի Վանա Կարապետյանն է։ Այս տալիկը լրանը 1915 թվականի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ավելի քան մեկ թար առաջ իր պատմական հայրենիքի մեջ ապրող հայ ժողովուրդը տեղահանվեցավ բնաչնչման նպատակով, Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ գնաց 1.5 միլիոն հայ, ոչնչացվեցավ հայ ժողովրդի մշակութային, հոգևոր եւ գոռոնական ժառանգությունը։ Կայսրության մեջ ապրող հայերու մեծամասնությունը հայրենազրկվեցավ եւ ապաստան գտավ աշխարհի տարբեր երկրներուն մեջ։ 1965 թվականի ապրիլի 24-ին խորհրդային Հայաստանի մեջ կազմակերպվեցան ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին արդիվ այցելած է Ձիձեռնակաբերդի հուշահամալիր հարկանքի դուրք մատուցած է 1.5 միլիոն զոհերու հիշատակին եւ ծանոթացած է մեծ եղերնին նվիրված նոր ցուցադրության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ երկրի բարձրագույն ղեկավարությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի արդիվ այցելած են Ձիձեռնակաբերդի հուշահամալիր հարկանքի դուրք մատուցելու մեծ եղերնի 1.5 միլիոն զոհերու հիշադակին։ Ծաղկեբսակ զետեղած են հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցուցած են հայոց ցեղասպանության զոհերու հիշադակը հավերժացնող անմար գրագի առջև։ Այնուհետև անոնք այցելած են նաև հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկ, ուր բացված է փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականադես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, նվիրված մեծ եղերնի 110-րդ տարելիցին։ Այսօր մենք կոգեշնչենք մեծ եղերնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը, որոնք զոհ կացին 1915 թվականին ահագնացած կոտորածներուն եւ զանգվածային դեղահանություններուն։ Ուղերձին մեջ նշած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օսմանյան կայսրության քոյության վերջին շրջանին տեղի ունեցած այդ իրադարձությունները խոր հետք թողած են յուրաքանչյուր հայու հոգիին եւ գիտակցության մեջ։ Հայաստանի բազում քաղաքացիներու համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան անձնական ողբերգություն է, նշած է վարչապետը։ Այս ողբերգությունը վերաբրիլը վերջին ավելի քան մեկ տարիա մեր ազգային օրագարկի առանցքային հարցերեն է։ Անգախանգե թե որքանով ձևակերպված եղած է որպես այդպիսին։ Այս օրագարկի շուրջ կառավարության եւ անցապ իմ մոդեցումներս ու մտածումներս գահանքին հետեւյալին՝ զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն սահմանազատված ու սահմանակցված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ եղերնի ողբերգությունը վերաբրելու միջոցը։ Մեր ժողովրդի բոլոր զոհողություններուն ու զոհերուն մեր հավատարմության առհավատչյան։ Պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևաններու հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի, ահա թե ինչ, որոնք եւ ինչպես պետք է վար պահեն մեծ եղերնի զոհերուն հիշատակը եւ ինչպես պետք է վերաբրինք մեծ եղերնի ողբերգությունը, ընդգծած է վարչապետը։ Մենք կընթանանք այս ճանապարհով, որովհետև այսպես կվերձանենք այն ուղերձը, որ մեզի կհղե պատմությունը, այսպես կվերձանենք ցեզմե յուրաքանչյուրին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացիի սրտին դրոփումը, որ չի հերարցակվիր ոչ մեկ հերադեսիլով, չար դահայդվիր ոչ մեկ ընկերային ցանցով, բայց լսելի է ծեր քվեով Հայաստանի Հանրապետության մեջ ցևավորված կառավարող մեծամասնության, լսելի է անցամբ ինձի։ Այս ճանապարհով ընթանալը լավադեսության կամ հորեդեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության մեր հայրենիք պետության հարադեվությունը եւ անցնելով թաժան փորձություններու եւ ողբերգություններու ընդմեջ են։ Մենք վաստակած ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը պիտի չփախցնենք։ Ու համոզված եմ, մենք ժողովուրդն ու անոր ընդրած կառավարող անձնագազմը պիտի չփախցնենք այս հնարավորությունը հանուն մեր նահատակներուն եւ հանուն մեր սերունդներուն։ Փառք նահատակներուն եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը, եզրափակած է վարչապետ Փաշինյանը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին արդիվ ուղերձներ հղած են Ֆրանսիայի, Հունաստանի եւ Լիբանանի նախագահները, ինչպես նաեւ շարք այլ պետություններ ու պաշտոնյաներ ու օրենսդիրներ։ Թուրքիո-հայ համայնքին ուղերձ հղած է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Զոհերու հիշադակին հարկանքի դուրք մատուցած են Հայաստանի մեջ հավատարմագրված դիվանագետներ։ Եվրոպական միության դիտորդական առաքելության գրասենյակը հայտարարած է, որ այսօրը արիթ է հիշեցնելու, որ պետք է անել ամեն ինչ նման վայրակություններ ու կրկնությունը կանխելու համար։ 110 տարի առաջ սկսավ հայոց ցեղասպանությունը, ապրիլ 24-ին ոգեկոճման ազգային օրը հարկավոր է հիշել բոլոր զոհերը եւ կենթանի պահել անոնց հիշադակը X-ի էջին վրա հայերեն քրարում մկադարած է Ֆրանսիայի նախագահը։ Շարունակենք կործել մարդկության անունով հանուն ճշմարտության եւ արդարության, նշած է Էմանուել Մակրոնը։
Ռուսյան եղբայրական հայ ժողովրդին վիշտը միշտ ընկալած է որպես իր սեփականը, լրագրողներուն հետ ամեն շաբաթյա ջեբազույցին ընթացքին հայտարարած է Ռուսիո արտաքին գործոստնախարարության պաշտոնական ներկայացուցչուհին։ Ապրիլի 24-ին գլրանա 20-րդ դարու առաջին գեսի ամենեն ողբերգական իրադարձություններեն մեկուն դարելից է։ Ռուսյան առաջին երկրներն էր, որ ճանցած է հայոց ցեղասպանությունը, շեշտած է Մարիա Զախարովան։ Մոլդովայի խորհրդարան ներկայացված է հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին օրինակից հայտնած է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը։ Եվրամիության երկրներում մեծ մասը ճանաչած է հայոց ցեղասպանությունը, Մոլդովան որպես Եվրոպական միության անդամակցության ցկտող երկիր պետք է հետևի անոնց օրինակին, նշած է Վարդանյանը, հավելելով, որ ոչ թե առանցին քորձ մ կամ կուսակցության մ, այլ հայկական համայնքի նախաձեռնությունն է, որ Մոլդովայի տարածքի մեջ մնագած է թեր 13-րդ դարեն։ Անկոչ ուղղած է մյուս պատգամավորներում, մինչև այս գումարման խորհրդարանի լիազորություններուն ավարտը կողմքը վեհարկել օրենքի նախագիծին։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ մհղած է հայոց ցեղասպանության զոհերու հիշատակի 110-ամյա դարելիցին կապակցությամբ հույներն ու հայերը ընդհանուր փորձառություններ կմիավորեն երկու ժողովուրդներուն հավերժական միասնությունը հանուն ճշմարտության, արժանապատվության եւ արդարության անխորտագելի է, գրած է Միցոտակիսը։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ուղերձ մհղած է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդկային իրավանց եւ իրավական արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնարարության հաստատումը, անընդգծած է բռնության բոլոր ցևերուն թիմագայելու կարեւորությունը։ Աունը բարձր քննադատած է ցակումով հայ Լիբանանի քաղաքացիներուն ներդրումը, շեշտելով անոնց երկարամյա եւ գառուցողական թերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գեղարվեստական կյանքի մեջ։ Իտալիո փոխվարչապետ Մաթեո Սալվինին ֆեյսբուքյան քրարումը կատարած է 110 տարի առաջ հայոց ցեղասպանություն վերք պատմության մեջ ողբերգություն, որ արժանացած է 1.5 միլիոն կանանց եւ տղամարդոց կյանքեր, զոհեր, որոնք արդարություն եւ ճշմարտություն կբահանջեին, հիշողություն, որ չի գրնար եւ պետք չէ լա մորցված կամ անդեսված։ Եվրախորհրդարանի մեջ Կիպրոսը ներկայացնող Գեադիս Գեադին եւս անդրադարձած է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայոց ցեղասպանությունը ոճակորձություն է, որ պետք չէ մորցվի, որքան ալ Թուրքիան բն թե անորարյան մեջ թաթխված անցյալը չի գրնար չնչվիլ, գրած է ան ֆեյսբուքյան էջին մեջ։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ձիձեռնագապերտի հուշահամալիր այցելած են եւ զոհերու հիշատակին հարկանքի դուրք մատուցած են Հայաստանի մեջ հավադարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններու ղեկավարներն ու դիվանագետները։ Պասադինայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլ 24-ին պաշտոնապես հայտարարած է հայոց ցեղասպանության զոհերու հիշատակի օր քաղաքային խորհրդի նիստին անհայտարարած է։ Պասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին, հարկավոր է բարձրացնել ճշմարտությունը, պայքարի ժխտողականության թեմ եւ թույլ չտալ, որ նման վայրակությունները կրկնվին։ Թուրքիո մարդկային իրավանց ընկերություն հասարակական գազམ་ակերպությունը ցեղախտրության թեմ հանձնաժողովն ալ հայտարարություն մտարածած է, նշելով, որ անբադիժ մնացած հանցագործությունները կդառնան շարունակական ժխտողականությունը, ցեղասպանությունը եւ կդարձնե անվերջանալի թահիճ, կարդարացվի զոհը կդառնա մեղադրյալ։ Նշված է, որ գազམ་ակերպությունը 2005 թվականին ի վեր ամեն տարի ապրիլ 24-ին կպահանջի, որ Թուրքիան ընդունի իր մեղքը իրավական բոլոր հետևանքներով։ Ընկերակցությունը նաեւ դատապարտած է Թուրքիո մեջ հայոց ցեղասպանության գազམ་ակերպիչներու հերոսացումը։ Թուրքիո հայ համայնքին ուղերձ մհղած է Ռեջեփ Թայիպ Էրդողանը, գփաժնեկցի անցյալին հայ համայնքին ապրած ցավը։ Միևնույն ադեն հավատացած ենք, որ անցյալի հիշողությունները պետք չէ քերության մեջ պահեն, ներկան եւ աբական, անոնք, որոնք կփորձեն վերահանել թշնամանքը եւ խաթարել մեր միջև կառուցված ամուր կամուրջներն ու կաբերը, չեն հասած իրենց նպատակներուն, նշած է ան։ Էրդողանը հավելած է, որ Թուրքիո մշակութային, քաղաքական, տնտեսական, կրթական եւ ընկերային կյանքի մեջ արժեքավոր ներդրում ունեցող հայերուն, ինչպես նաեւ մյուսներուն խաղաղությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը Անկարայի առաջնահերթություններն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահը ուղերձ մհղած է ապրիլ 24-ի առթիվ։ Դոնալդ Թրամփը նշած է կհիշենք մեծ եղերնը եւ կողոքեքոչենք անոնց հիշատակը, որոնք տուժած են 20-րդ դարու սարսափելի աղետներեն մեկում մեջ։ 1915 թվականին սկսյալ 1.5 միլիոն հայեր ակսորված են եւ սպանված են Օսմանյան կայսրության մեջ։ Հիշատակի այսօրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի եւ աշխարհի հայերուն հետ ենք ու կսքանք բազմաթիվ կյանքերու գորուստը։ Ամեն տարի ապրիլ 24-ին կվերամաստավորենք ամերիկացի եւ հայ ժողովուրդներու
ամուր եւ հարադեպ կապերը։ Այսօրը ողբերգության թեմ հայ ժողովրդի ուժին եւ դոգունության եւս մեկ ապացույցն է։ Փախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը փերած են մեզի եւ այդքան մեծ ներդրում ունեցած են մեր երկրի մեջ։ Ին վարչակազմը հավատարիմ է կրոնական ազատության ապահովման եւ խոցելի խումբերու պաշտպանության։ Պարտաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ պահպանելու տարածաշրջանային կայունությունը։ Միացյալ Նահանգները կցկտի փառքավաճման եւ անվտանգության, ըսված է Տրամփի ուղերձին մեջ։ Ապրիլ 23-ին ժամը 22:20-ի սահմաններուն Ադրբեջանի զինված ուժերու ստորափաժանումները կրակ բացած են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, որու հետևանքով վնասված է բնակելի դունմը։ Պաշտպանության նախարարութենեն հայտնած են, որ դուժացներ չկան։ Նախարարությունը ադրբեջանական կողմին գոչուած է հետաքննել Խոզնավարի բնակելի դան քննագործման փաստը եւ հանդեսկալ հրաբարակային բարձապանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետին աշխատակազմը Ադրբեջանին առաջարկած է հրաթաթարի խախտման թեփքերու կամ այդ մասին դեղեցություններու հետաքննության համատեղ գործիքակազմ ստեղծել, որուն մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպած է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին եւ վերահաստատած է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրելու խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Քննարկված են նաեւ ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքներու պաշտպանությունը եւ վեհաժողովին հետ համագործակցությունը։ Վեհաժողովի նախագահի հետ հանդիպումներ ունեցած են նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը։ Քննարկումներուն կենտրոնը եղած է տարածաշրջանային զարգացումները, Բաքվի մեջ պահվող հայքերիներուն հարցը եւ Եվրամիության հետ հարաբերություններու խորացումը։ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրագարկին ու պատրաստ է ստորագրելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, ընդգծած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ հանդիպման ընթացքին։ Տարածաշրջանային զարգացումներուն առնչվող հարցերեն զատ անդրադարձ կատարված է նաեւ Հայաստանի խորհրդարանականներուն հետ գործակցության։ Թեոդորոս Ռուսոպուլոսը զայն խիստ արդյունավետ գնահատած է եւ հույս հայտնած է, որ հաջողությամբ պիտի շարունակվի։ Մտքեր փոխանակված են նաեւ Հայաստանի մեջ ընթացող ժողովրդավարական բարեփոխումներ մարդկային իրավանց պաշտպանության գործիքակազմերու կատարելագործման ուղղված կառավարության քայլերուն շուրջ։ Վեհաժողովի պատվիրակության ղեկավարը բարձր քննադատած է Հայաստանի մեջ ժողովրդավարական գործընթացներու անշրջելիությանն ապահովման ուղղությամբ քայլերը վերահաստատելով աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը վեհաժողովի նախագահին ներկայացուցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ընդգծելով, որ երկու երկրներու միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանքրվամը պիտի լա տարածաշրջանեն ներս խաղաղության հաստատման հարցին մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ հանդիպման ընթացքին քննարկած է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանի մեջ ժողովրդավարական բարեփոխումները եւ տարածաշրջանային զարգացումները։ Սիմոնյանը վեհաժողովի նախագահային ուշադրությունը հրավիրած է Ադրբեջանի մեջ պահվող հայերու խնդրին։ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպած են նաեւ վեհաժողովի մեջ Հայաստանի պատվիրակության անդամները, ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունած է վեհաժողովի նախագահ անդադարձ կատարված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններուն եւ այդ իրեն ներս հարաճ եկած մարտահրավերներուն ու զանոնք թիմակրավելու հնարավորություններուն։ Կողմերը շեշտած են խաղաղ քոյակցության եւ գայունության կարեւորությունը ժողովրդավարության հետագա զարգացման տեսանկյունեն։ Մտքեր փոխանակված են տարածաշրջանի ընդհանուր իրադրության վերաբերյալ։ Խաչատուրյանը ընդգծած է, որ Հայաստանը հաստատակամ է ինչպես հարևաններուն հետ բարիթրացիության եւ խաղաղության հասնելու հարցի մեջ, այնպես էլ ժողովրդավարական արժեքներուն ու սկզբունքներուն հավատարիմ մնալու դիրքորոշման մեջ։ Կառավարությունը շաբթվան նիստին 209 միլիոն դրամ հատկացուցած է անուսալի վարկեր ունեցող քաղաքացիներուն ապրիլ եւ մայիս ամիսներու վճարումներուն համար։ Ծրագիրեն արդեն օգտված է ավելի քան 3500 քաղաքացի, սակայն վարչապետին թիդարկմամբ ավելի քան 40,000 աշխատողներեն միայն մեկ մասը թիմած է, մինչդեռ ծրագրին շահառուտ առնալու համար բավական է պարզապես թիմում ներկայացնել։ Օրագարկին վրա էր նաև օդային հաղորդակցության խթանման ծրագիրը։ Կառավարությունը գնահատես է դրամական աջակցություն դրամատրել այն օդուղային ընկերություններուն, որոնք չվերթներ պիտի իրականացնեն նոր, մինչև այժմ չսպասարկված ուղղություններով։ Նիստին մանրամասնությունները տեսանյութին մեջ։
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներուն ապրիլ եւ մայիս ամիսներու վճարումները գադարելու համար կառավարությունը 209 միլիոն դրամ հատկացուցած է։ Աջակցությունը կդրվի այն վարկարու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի թասագարկված են անհուսալի թասով եւ մայր գումարի գծով բարդավորությունը չի քերազանցեր 1 միլիոն դրամը։ Փետրվարեն մեկնարկած ծրագրին ապրիլ 23-ի դրությամբ դիմաձե ավելի քան 9600 քաղաքացի, որոնց մեջ սակայն բավարարված է 3594 անձի թիմում։ Դիմումները այս պահի դրությամբ այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից եւ դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են եւս 1072 անձ եւ ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար եւ մարտ ամիսների վճարումը կազմակերպեն, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն ապրիլի մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետեւ պետք համակարգով հարկերը հաշվարկվում են եւ մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Ծրագրի կարողականությամբ շահառուները 218,000 են, որոնց վարկային փերը 218 միլիարդ դրամ է։ Ծրագրի մեկնարկի բահուն անոնց 40600-ը արդեն իսկ պաշտոնապես զբաղվածություն ուներ։ Մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր կկազմի 131000 անձ։ Վարչապետին հետաքրքրեց, իսկ որն է պատճառը, որ ավելի քան 40000 աշխատող ու անհուսալի վարկ ունեցողներ են, ծրագրին դիմաձ է 3600 անձ։ Արդյոք պատշաճ իրազեկում իրականացված է, հետաքրքրվեց վարչապետը։ Տեսեք, այս դեպքում էլ ենթադրենք 40000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձաստանում եկամտային հարկ է վճարում։ Մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։ Օրինակ, մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում է, որ այդտեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10% աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Կարծում եմ, որ այդ թափանիվի էֆեկտը դեռ սպասում ենք, որ կլինի եւ երկրորդը ես կարծում եմ պիտի խնդրենք, որ բանկերը ավելի ինտենսիվ կոնտակտ կազմակերպեն, որովհետեւ հիշում եք, որ այս ծրագիրը ունի դուալ էֆեկտ, իրանք էլ են ստանում էֆեկտներ, որովհետեւ կապիտալ է վերականգնում։ Կարող է այսօր չէ, բայց վաղը ամեն այդ ժամկետանց վարկը դառնում է ստանդարտ վարկ իր եկամտի իր մարման աղբյուրով։ Անհույս վարկ ունենալը դակավին չի նշանակեր, որ տրամադունը թիմած է հարգաթիրին։ 218 միլիարդ ընդհանուր ծավալի մեջ հազարավոր բարականեր կան, որոնց գումարը շատ փոքր է, քանի 1000 դրամ, որոնց համար տրամական հաստատությունը նույնիսկ չուղարկեր հարգաթիր կանցման։ Մանրամասնեց կենտրոնական տրամադան նախագահին տեղակալը։ Երկրորդ հանգամանքը դա արդեն սնանք ճանաչված վարկային կազմակերպություններն են։ Մենք այս պահին աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի այդ խնդիրը լուծենք, անկեղծ ասած դա շատ մեծ թվեր են։ Էլի փոքր գումարներ են, վերջին 5-7 տարվա ընթացքում մի քանի վարկային կազմակերպություն սնանկացան, որոնք բազմահազար, 100,000-ներով ունեն մանր վարկեր ու իրենց մեխանիզմին միանալը կարևոր կլինի։ Դիմումների ընդհանուր քանակը, երբ ասացի, հաստատվել է 3594, ընդհանուր դիմումների քանակը եղել է 9630, որից հաստատվել է 3594-ը, եւ այդ 6010-ի մերժվածների մեջ մեծ մասով Կենտրոնական բանկի գործընկերոջ կողմից նշված նախկին արդեն լուծարված վարկային կազմակերպություններում մինչև 1 միլիոն դրամ վարկեր ունեցող անձինք են, բայց ներկայումս էլ շրջանառվում է կառավարության որոշումը եւ ես կարծում եմ 2 շաբաթվա ընթացքում արդեն այս լուծումը գտել ենք, քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ, կառավարության քննարկմանը կներկայացնենք նաեւ այս խումբ մարդկանց համար մերժումների խնդիրը լուծելու եւ նրանց եւս շահառու դարձնելու հարցը։
Օրագարկի հաջորդ հարցով նախարարական գազմը քննարկեց սերային հավասարության քաղաքականության իրականացման 2025-2028 թվականներու ռազմավարության եւ միջոցառումներու ծրագրի նախագիծը։ Սերային հավասարության վերաբերյալ Հայաստանը շարք մգանոնացություններ վավերացուցած է։ Այս ընթացքին մանրամասնեց փոխնախարար Ստեփանյանը։ Շարք մխնդիրներ վերհանված էին նախորդ ռազմավարության իրականացումենի հետ, որոնք դեղ կդածեն արդեն 2025-2028 թվականներու փաստաթուղթի մեջ։ Նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Մյուս գերակայություններն են ընկերային տնտեսական եւ աշխատանքային, գրթական եւ գիտական, առողջապահական, կլիմայի ոլորտներում մեջ հավասարության ապահովումը եւ սերային բռնության, գիներու եւ աղջիկներու, ինչպես նաեւ ընտանեկան բռնության կանխարգելումը, բռնության ենթարկվածներու պաշտպանությունը։ Այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ ներդրվի կամ ներառվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք։ Աղջիկները ավելի աշխուժ են գրթական ոլորտեն ներս արձանագրեց վարչապետը եւ նշեց դղոց շրջանեն ներս անբնական բացասականությունը մեծապես կապված է քրեական ենթամշակույթի հետ եւ այստեղ պետք է հստակ քաղաքականություն մշակվի ինչպես դղոց գիտելիքին ու գրթության ավելի մոդեցնել։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա որ քրեական ենթամշակույթը ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ՞, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Փաշինյանի դիտարկմամբ գիներու աշխուժացումը կարևոր է տնտեսական զարգացման ու աղքատության հաղթահարման տեսանկյունեն։ Այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ 23 թվականին համաշխարհային բանկի կողմից հրապարակած 22 թվականը ներառյալ վերջին հետազոտական տվյալներն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է ընդամենը 48.2%, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը 71.2% է։ Այս պարզ ցուցանիշով 30% շուրջ
խզվածքով մենք տեսնում ենք, թե ինչքանով կանայք չեն մասնակցում մեր տնտեսության զարգացմանը։ Ստեփանյանը նշեց, որ հարցին ժողովրդական կողմը, հետո նաև գիներու վերարտադրության խնդիրը ներառված են ժողովրդակրթության եւ զբաղվածության ռազմավարություններում մեջ եւ առանցին գեդերով նախանշված են գործողություններ 30-40 տարեկան գիներու աշխատաշուկա վերադարձը ապահովելու եւ տնտեսական աշխուժություն ծավալելուն աջակցելու ուղղությամբ Հայաստանի մեջ ծերային խտրականության կոյության կամ բացակայության վերաբերյալ քննարկումը սկսավ։ Արձանագրվեցավ, որ մեր երկրի մեջ դակավին այնուամենայնիվ ծերային խտրականություն կա եւ անիգա բազմաշերտ է աշխատելու արգելքեն կամ աշխատավարձը չդնորինել են մինչեւ ընտանեկան բռնություն եւ շատ կարեւոր է, որ կառավարությունը այս հարցերը ուսումնասիրելու եւ խնդիրները լուծելու պատրաստակամություն ունի եւ կորձուն քայլեր գիրականացնե։ Արձանագրեցին քննարկման մասնակիցները եւ ամեն ինչ պետք է սկսիլ գրծուտենեն։ Կառավարության մեկ այլ որոշմամբ դրամական աջակցություն պիտի դրամատրվի այն օտուղային ընկերություններուն, որոնք չվերթներ գիրականացնեն մինչ օրս չսպասարկված նոր ուղղությունները։ Այսպես գործադիր իշխանությունը նպատակ ունի խթանելու նոր ուղղությունները ժամանող քաղաքացիներուն հոսքը։ Յուրաքանչյուր ուղևորի համար դրամատրելով 15000 դրամ Շիրակ եւ 20000 դրամ Զվարթնոց օտագայաններ են չվերթներ իրականացնելու բարակային։ Ծրագրով շահառու ավիաընկերությունները համարում են Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում բազավորված օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձիկ։ Միաժամանակ շահառու ավիաընկերությունները ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է մեկ նոր ու առնվազն մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնեն դեպի Գյումրիի Շիրակ օդանավական։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրում է 2 տարի ժամկետով։ Գյումրի բերում է նոր ուղղություն, բայց Երևան չի բերում։ Կարող է դառնում է ծրագրի։ Բայց եթե Երևան բերում է Գյումրի չի բերում, չի կարող։ Այսինքն Գյումրիի առաջնահերթությունը եւ այստեղ նոր ուղղություն տերմինը Գյումրիի համար առանձին է, որ դա պետք է լինի Գյումրիի համար նոր ուղղություն։ Այս ծրագիրը էապես գնա աշխուժացնել զբոսաշրջային հոսքը։ Կարևոր է, որ կառավարության կատարած մեկ քայլը հանդիպի մասնավորի համարժեք քայլին, շեշտեց վարչապետը։ Ասիգա է զարգացման դրամապանությունը։ Կառավարությունը քայլանի դիմացից քայլ չլինի, դա ըստ էության մենք այդպես ծրագրեր ունենք, որոնք եթե նույնիսկ իրականացվում են, շահառուներ ունեն, արձագանք ունեն, էֆեկտ չունեն։ Մեր ամբողջ խնդիրը այն ինչի մասին նախորդ հարցի քննարկման ժամանակ է որ խոսում էինք մարդու ակտիվացման մասին է, մարդուն ակտիվանալու խթաններ տալու մասին է։ Դավիթ Խուդատյանը դեղեկացուց նաև, որ ավելցած են Թեբի Քաբանի Սյունիք օթագայան թռիչքները եւ այս բահուն գիրականացվի շաբթական 5 չվերթ։ Արդարադատությունը ոչ թե գուշանա, այլտեղ չի հասնիր, հայտարարած է վարչապետը Արդարադատության նախարարության կազմակերպած համաժողովին։ Երկրին ղեկավարը կարևոր համարած է, որ ժողովուրդը որպես իշխանության միակ աղբյուր հասկնա, թե ինչպես կքործեն իր ստեղծած հիմնարկները, մինչդեռ ըստ անոր ժողովրդին եւ երկրի մեջ հաստատված իրավագարքի միջև առկա է օրգանական կապի խնդիր։ Բաց քննարկման ընթացքին խնդիրներու առնչությամբ իրենց տեսակետները ներկայացուցած են Բարձրակույն Թատական խորհրդի նախագահը, Վճռաբեկ Տադարանի նախագահը, գլխավոր թատախազ եւ Արդարադատության նախարարը։ Հայաստանի մեջ արդարադատության եւ սահմանադրական ժողովրդի միջև որոշակի խզում կա, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդարադատության նախարարության կազմակերպած արդարադատությունը որպես արդարության հասնելու կորձիկ խորագրով համաժողովին։ Ընդ որում եւ կառուցակարգային եւ բովանդակային բաց քննարկման առաջին հատվածի մեջ անդրադարձ կդարվեցավ դատարաններում մեջ կորձերու քննության ողջամիտ ժամկետներու պահպանման մարտահրավերներուն։ Նիստը վարողի այն հարցման, թե ինչ պետք է լա կառավարության թերակատարությունը եւ դատական իշխանության դարբեր թերակատարներու պատասխանատվությունը Հայաստանի քաղաքացիներուն ժամանակին եւ արդյունավետ արդարադատություն դրամատրելու հարցի մեջ վարչապետը պատասխանեց։ Ինչու կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունը եւ արդարությունը նույն բանն են կամ արդյոք պիտի լինեն նույն բանը, մեծ հաշվով երբ որ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում եւ հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ Վարչապետին դիտարկման հանրության շրջանեն ներս արգա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Իրավապանական հանրությունը որոշ բահեգը սկսի օգտագործել այնպիսի փառաբաշարմը, որ քաղաքացիներուն մեծամասնության համար հասանելի եւ հասկանալի չէ։ Մենք ասում ենք ինչի է ուշանում արդարադատությունը, արդարադատությունը ոչ այնքան ուշանում, որտեղ տեղ չի հասնում։ Ինքը անընդհատ process է, ինքը չի հանգուցալուծվում։
Ինքը գնում է, անընդհատ պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում։ Այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք հասանք հետևյալ եզրակացության, եւ ընդ որում այստեղ խնդրեմը հələ եթե էս լիներ, դա կլիներ խնդրեմի մի մասը։ Նույն իրավաբանական նույն խոսույթները իրանք ունեն իրենց ներքին խոսույթը։ Օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ եւ պատկերացումներ կան, քննչական օղակում առանձին պատկերացումներ կան, դատախազական օղակում առանձին պատկերացումներ կան, դատավորական օղակում առանձին պատկերացումներ կան։ Ու սովորաբար, երբ որ բանը գալիս հասնում է այն դեպքերին, երբ որ հանրությանը պետք է տրվի պատասխաններ, ու ել եմ ասում, ես ընդհանրապես ինչ եմ այս թեմաներով խոսում, որովհետև ես եմ թիվ 1 պատասխան տվողը հանրության, թե ինչի էս մեկը նենց, այն մեկը նենց։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետության մեջ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է եւ հետեւաբար ժողովուրդը պետք է նաեւ հնարավորություն ունենա հասկանալու թե ինչ կբադահի իր ստեղծած հիմնարկներուն հետ, ինչպես կկործեն այդ հիմնարկները, ինչ նպատակ կհետապնդեն, ինչ արդյունք կստեղծեն։ Վարչապետին կարծիքով ժողովրդին եւ երկրի մեջ հաստատված իրավագարկի միջև օրինական գաբի խնդիր կա։ Այդ իրավագարկի ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր համանդրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները համանդրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս։ Ասոնք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել եւ նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը կվգայի այն մասին, որ երկրի մեջ այդ առումով դեռ ցանկալի նպատակին չենք հասած, հավելեց վարչապետը։ Քննարկման մասնագիտ Բարձրակույն Թադական խորհրդի նախագահ Արթուր Աթապեկյանն ալ անդրադարձավ գործի քննության ժամկետներուն։ Մշտապես խոսում ենք ողջամիտ ժամկետում գործի քննության հնարավորության մասին, դա ապահովելու մասին, բայց իրականում մենք նաև ունենք հետևյալ խնդիրը, որ նախորդ տարի Հայաստանում քրեական գործեր քննող դատավորները ստացել են մոտ 10,000 քրեական գործ։ Մենք մարզերում դատավորներ ունենք, որոնց միջինացված տարեկան ստացված գործերի քանակը 250-ը գերազանցում է, այսինքն դատավոր ունենք, որ 290 քրեական գործ է ստացել։ Բարձրակույն Թադական խորհրդի նախագահը բարձրացնեց նաև դատավորներու թիվին եւ բնակչության թվականագին սահմանափակության մասին, ասելով, որ Հայաստանի մեջ պետք է առնվազն 600 դատավոր գործ է, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիկ։ Վճռապեկ Թադարանի նախագահ Լիլիթ Թադեոսյանն ալ կարևորեց գործերու ողջամիտ ժամկետներու մեջ քննության իրավունքը, որպես հանրային վստահության ամրապնդման, արդար դատակնության եւ ընկերային արտարադատության վերականգնման առանցքային փաղադրիչ։ Թադեոսյանը անդրադարձավ Վճռապեկ Թադարանի քանի նախաթեբային որոշումներուն, ըստ որոնց Թադարանը դեռ 2019 թվականին արձանագրած է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում դուժողի իրավահաջորդի իրավունքի դեսանգյունեն։ Վճռապեկ դատանը վերլուծելով կոնկրետ գործի փաստերը գտավ, որ գործի ձգձգումը տևողությունը չի եղել արդարացված եւ չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ բավարար ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու, որի արդյունքում ավարտվել էր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները եւ առանց ըստ էության խախտելու անմեղության կանխավարկածը, թե անձի մեղքը հիմնավորվել էր տվյալ գործով, անձը խուսափել էր քրեական պատասխանատվությունից։ Քննարկման ընթացքին գլխավոր թադախազողի Աննա Վարդապետյանն ալ անդրադարձավ նախաքննության նկատմամբ թադախազական հսկողության եւ վերահսկողության ժամկետներուն։ Մենք 2022-24 թվականների ընթացքում վերլուծեցինք քրեական վարույթները, բայց վերլուծեցինք ոչ թե կոնկրետ մարմինների վիճակագրական ցուցիչներով, այլ համադրելով այդ վիճակագրական ցուցիչները եւ հասկացանք, որ վարույթների մոտ 67%-ը քննվում է 4 ամսյա ժամկետում։ Եվ այս տարի արդեն ներդրել ենք դատախազի աշխատանքի հաշվետվության վիճակագրական ծրագիրը։ Դա թվային ինքնաշխատ մարդկային գործոնից զերծ ծրագիր է, որը դատախազի օրագիրն է, դատախազի աշխատանքի ծանրաբեռնվածության մասին ցուցակն է եւ հասանելի է ինչպես յուրաքանչյուր դատախազի, այնպես էլ նրա վերադասի։ Եվ մենք կարողանում ենք այս ծրագրի միջոցով նախ
հսկել, որպեսզի յուրաքանչյուր դատախազ իր հսկողական վարույթներում գտնվող գործերի մասին տեղեկանա առաջին հերթին, պահանջի դա քննիչներից, երկրորդը սահմանի ժամկետներ, իսկ տվյալ դեպքում հանձնարարականով սահմանված ժամկետը 4 ամսյա ժամկետն է, որպեսզի վարույթը, որը առնվազն 4 ամիս առաջ դատախազը ընթերցել է, ծանոթացել է, հանձնարարություն է տվել, նորից պահանջի, հիշեցումները համակարգում գործում են ինքնաշխատ, մարդկային գործոնից զերծ, այսինքն մոռացել եմ, չեմ հիշում եւ այլն նման ձևակերպումներ չեն աշխատում, եւ 4 ամսյա ժամկետը մեզ համար ըստ էության այն ելակետն է, որից սկսած մենք սկսում ենք հաշվել ձգձգումը։ Արդարադատության նախարարուհի Սրփուհի Քալյանն ալ նշեց, որ պետք է շեշտադրել մասնակիտական անձնակազմ ունենալու հանգամանքը եւ բոլորը պետք է աշխատին ինքնին վրա, որբեսի չվախնան որոշում ներկայացնել է։ Հարցի պատասխանը այն հարցի, թե ինչու է ուշանում արդարադատությունը, եթե դիտարկում ենք սուբյեկտիվ պատճառների տեսանկյունից, այն է, որ շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց։ Ինչու? Որովհետև գործով ելքի որոշումը պատասխանատվության ստանձնում է։ Ցանկացած որոշում պատասխանատվություն է, իսկ դրան կարող է հետևել որոշակի հետևանք։ Եվ մենք շատ հաճախ բոլոր օղակներում այս խնդիրը ունենք։ Եվ դա տեսնում ենք ամեն օր մեր աշխատանքում։ Անդրադառնալով առարգայական խնդիրներուն եւ անոնց հաղթահարման ուղղություններուն, Քալյանը ըսավ, որ նախարարությունը ունի բազմաթիվ նախագիծեր, որոնք խիզախ են։ Նախագիծերեն մեկը կվերապերի դատարանի մեջ կորձերու քննության համար հստակ ժամկետներ նախադեсելուն, մյուսը կորձի քննության ընթացքին դատավորի փոփոխութենեն յետ կորձի քննությունը 0-ին չսկսելուն։ Այլ անիգա պետք է շարունակել այն գեդեն, ուր նախորդ դատավորը թողած է։ Լսելով բաց քննարկման մասնագետներուն վարչապետը նշեց. «Գխոսինք դասնյակ հազարավոր կորձերու մասին, բայց այդ կորձերու մեջ կան առանձնահատուկներ։ Մարդիկ 10,000 գործի չեն հետևում, մարդիկ հետևում են 1, 2, 3, 4, 5, 10 գործի։ Եվ դրանք թողնում են տպավորություն։ Եվ այդ տպավորությունն է, որ տարածվում է բացարձակապես ամեն ինչի վրա, որովհետև տեսեք, դուք ասում եք, որ այո, մեծ թվով դատավճիռներ կայացվում են, ընդհանուր օրինական ուժի մեջ են մտնում, բայց տպավորություն ստանում են այն գործերից մարդիկ, որոնք այդպես էլ չեն ավարտվում ուղղակի, հասկանում եք, որևէ ձևով չեն ավարտվում եւ մեծ է հավանականությունը, որ չեն էլ ավարտվելու եւ մեծ է հավանականությունը, որ այդ գործերի ձգձգման անվերջ ռեսուրս կա եւ դա հետեւյալ տրամաբանությամբ, որ այդ դատավարության բոլոր մասնակիցները սպասում են կամ աշխարհքաղաքական կամ ներքաղաքական կամ բնակլիմայական փոփոխությունների, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա։ Վարչապետը պատասխանեց նաեւ ներկաներուն հարցումներուն։ Համաժողովի բաց քննարկման երկրորդ հատվածի մեջ անդրադարձ կդարվեցավ խափանման միջոցներու կիրառման։ Վերջին եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետը, ընդգծելով, որ արդարադատությունը գործընթաց մնե, որուն հետ պետք է անընդհատ առնչվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովի պետական իրավական հարցերու մշտական հանձնաժողովի մեջ ներկայացուցած է դատախազության 2024 թվականի գործունեության մասին զեկույցը։ Ան նշած է, որ ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով պետական եւ համայնքային շահերու պաշտպանության, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման հարցերով ու հաշվետվություններով Հայաստանի Հանրապետության եւ համայնքներուն վերադարձված է մոտ 134 միլիոն 729 հազար դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք եւ դրամամիջոց։ Վարդապետյանը տեղեկացուցած է նաեւ, որ հանցագործություններու նախորդ տարվան համեմատ նվազած է 434-ով կամ 1.1%-ով։ Անդադարձ եղած է նաեւ զինված ուժերում մեջ արձանագրված դեպքերուն։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ։ 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53.7%-ը զինվորական, 616-ը կամ 46.3%-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունը հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնեմ 23 թվականին թիվը կրկնապատիկ էր 54-ը։
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 24 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ, 23 թվականին 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ։ Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում 24 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Հիշեցնեմ 2023 թվականին վերականգնվել էր դրա ընդամենը կեսը։ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայց։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ է։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ, 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ Ազգային ժողովի մեջ քննարկվեցավ շահումով խաղերու քովասդի հերթական սահմանափակման նախագիծը։ Առաջարկվեցավ արգելել նման քովասդներու դեղատրումը սահմանային անցման կետերուն եւ բարձր դասի հյուրանոցներում մեջ։ Նախագիծին հեղինակները բնթեցին, որ ադիգա կվնասի Հայաստանի որպես զբոսաշրջային երկրի միջազգային ընկալումը։ Զբոսաշրջության ոլորտի մասնակիցները գոհ են փոխանցական փոփոխության, սակայն կառաջարկեն ամբողջական արգելքի փոխարեն սահմանել հստակ չափորոշիչներ։ Նոր սահմանափակում մտցնելու առաջարկ շահումով խաղերու ոլորտեն ներս։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը առաջարկեց քովասդի մասին օրենքի մեջ փոփոխություններով արգելել խաղային ոլորտի քովասդները սահմանային անցման գետերում մեջ, ինչպես նաև 4 եւ ավելի աստղանի հյուրանոցներում մեջ։ Դարիներ առաջ կատարված փոփոխություններով նշված վայրերում մեջ քովասդի հնարավորությունը պահպանված էր, սակայն պատգամավորը քովասդի նկատելի եւ քերագշրող աճ նկատած է։ Հայաստանը համարվում է տուրիստական հետաքրքիր կենտրոն ամբողջ աշխարհի համար, թանգարանը այսպես ասած համարվում բաց երկնքի տակ, բայց պատկերացրեք տուրիստը մտնում է Հայաստան եւ օդանավակայաններում կամ սահմանային անցման կետերում ինքը առաջին բանը որ տեսնում է դա գովազդն է խաղային ոլորտի մասին եւ տուրիստները հիմնականում դրանից հետո գնում են հյուրանոցներ եւ հիմնականում բարձր աստղ ունեցող հյուրանոցներ, նույն 4-5 աստղանի հյուրանոցներ եւ ինչպիսի տպավորություն է ստեղծվում տուրիստի մոտ, այսինքն նա տեսնում է Հայաստան մտնելուց խաղային գովազդ, հյուրանոցում որտեղ որ բնակվում է, տեսնում է խաղային գովազդ, ինչը տուրիստական գրավչությանը վնաս է հասցնում։ Պատգամավորի խոսքով սահմանային անցման գետերում մեջ եւ բարձր դասի հյուրանոցներում մեջ պետք է առաջին հերթին Հայաստանի պատմամշակութային վայրերը եւ երկրին քրավչությունները բնութագրող նկարներ ու հոլովակներ ցուցադրվին նախագիծը ըստ պատգամավորին երկուքը մեկի մեջ է մեկ կողմեն խաղամոլության թեմը մյուս կողմեն զբոսաշրջության օգտին իրականում երբ որ մենք ասում ենք որ խաղային ոլորտի դեմ պայքար է տարվում եւ դա գովազդի միջոցով նաեւ գովազդը արգելելու միջոցով չի բացառում որ նաեւ հայեր են վերադառնում եւ այդ գովազդը տեսնում օրինակ բայց մեծամասամբ իմ անձնական կարծիքով սա туриզմի գրավչության համար է արվում Նախագծին հեղինակը ուսումնասիրած է Իսպանիա, Իտալիա, Նորվեգիա, նաև այլ եվրոպական երկրներու փորձը, ուր նույնպես արգելված է խաղային գովազդը սահմանային անցագետերուն եւ հյուրանոցներում մեջ։ Խաղային ոլորտը աշխարհի մեջ զբոսաշրջային արդյունք կհամարվի, նշեց զբոսաշրջության հայկական դաշնության նախագահը։ Այլ բան է, երբ որ ասում ենք միայն դա է, մտնես օդանավակայանում դուրս գաս, տեսնես միայն խաղատներ գովազդի մեջ, հյուրանոցներում տեսնես միայն խաղատներ։ Այդքան էլ գեղեցիկ չի, ցանկալի չի, արդյունավետ չի ընդհանուր туриզմի առումով։ Միգուցե միայն խաղատների համար շատ լավ է, բայց արդեն ընդհանուր туриզմի համար, այո, համաձայն կլինեմ, որ դա կարող է այդքան էլ արդյունավետ չլինի։ Մեխակ Աբրեսյանի խոսքով այս բարակային լուծումը պետք է լա ոչ թե ամբողջությամբ արգելելը, այլ ղեկավարելն ու հստակ չափ սահմանելը։ Օդանավակայան եկողը թող իհարկե առաջին հերթին տեսնի երկիրը իր գեղեցկությամբ, գրավչությամբ, այլ բիզնեսներով, թող մեր խոհանոցը երևա, մեր գինին երևա, մեր առողջարանային հնարավորությունները երևա, մեր երաժշտությունը երևա, շատ բազմազան գեղեցիկ մենք լավ զբոսաշրջային արդյունք ունենք, հա, գեղեցիկ մեր հայրենիքը երևա, մնացած բիզնեսներն էլ այդ թվում նաև խաղատնային բիզնեսը չարգել ենք, թող իր չափով լինի։ Նարեկ Ղահրամանյանը արձագանքեց, որ ղեկավարումները աբակային գրնան վեճերու եւ թյուրըմբռնումներու հանգիլ ու անընդհատ հարկ պիտի լա ստուգելու թե արդյոք չափը կբահբանվի թե ոչ։
Ես հասկանում եմ, որ խաղային գովազդը, քանի որ արգելվել է բոլոր տեղերում, բացի անցակետերում, ինքը նաև եւ հյուրանոցներում 4-5 աստղանի։ Ես կարծում եմ, որ դրա հաշվին նաև գովազդի գինն է բարձրացել եւ այդ ընկերությունները եւ օրինակ, չգիտեմ, օթանավակայանը կամ մաքսատները իրանք լուրջ շահույթ են ստանում, բայց կրկնում եմ եւ ես վստահ եմ, որ այդ ֆինանսական միջոցները չարժե նրան, որ Հայաստանի Հանրապետությունը տուրիստների ներկայանա այդ տեսքով։ Պատգամավորը նշեց, որ նախագիծը քննարկած է օրենսդիրի եւ գործադիրի գործընկերներուն հետ եւ գա ընդհանուր հայտարար։ Հաստատվելու բարակային օրենքը ուժի մեջ պիտի մտնի այս դարվան հունիս 1-ին։ Աշխատանքն համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։